Ողջույն ողջույն սիրելի հայրենակիցներ, մտորենք միասին հաղորդաշարն է Live News-ի ուղիղ եթերում եւ այսօր այս տաղավարից հեռավար տարբերակով զրուցելու ենք միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։ Ողջույն ողջույն ձեզ Անդրանիկ եւ հոգաչափ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Անդրանիկ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թուրքիա եւ այսօր Ստամբուլում տեղի ունենալու Էրդողան-Փաշինյան հանդիպումը։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հետ մեկնել են նաեւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ինչպես է գնահատում այս այցը հաշվի առնելով նաև վերջին շրջանում նրա վարած քաղաքականությունը թե ներքին թե արտաքին եւ երեք ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած մի շարք մտքերը։ Խնդրեմ։ Եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը լիներ հայրենասեր իսկապես եւ պրագմատիկ քաղաքական գործիչ, ապա տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ես դա կգնահատեի որպես ճիշտ քայլ, բայց քանի որ մեր պետության ղեկավարին գտնվում է մի մարդ, ով առնվազն վերջի տարիների ընթացքում անընդհատ գնում է միակողմանի զիջումների, այս պարագայում դժվար է խոսել նրա մասին, որ այս քայլը պետք է դիտարկվի որպես պրագմատիկ քայլ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը կամ իրեն սատարող տարբեր տեսակի ռոպագանդիստները կարող են սա ներկայացնել որպես պրագմատիկ քայլ, որը ուղղված է նրան, որպեսզի իջեցնեն այդ ռիսկերը, որոնք կարող են ուղղվել Հայաստանի դեմ ստեղծված իրավիճակում տարածաշրջանում, խոսքը գնում է Իսրայել-Իրան այս պատերազմը, ռիսկերը, որոնք կան անընդհատ Ադրբեջանի կողմից, հատկապես այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը նրանում է, որ գնալ փորձել Էրդողանին միջնորդել հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու հարցում։ Էրդողանը Թուրքիայի նախագահ լինելով շատ ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եւ այս հարցում գուցե եթե Հայաստանը հերթական անգամ գնա միակողմանի զիջումների, գուցե Էրդողանը փորձի նպաստել նրան, որ այդպես կոչված այդ խաղաղության պայմանագիրը, որը արդեն իսկ համաձայնացված է Երևանի եւ Բաքվի միջեւ, ստորագրվի։ Ինչի համար է սա շատ կարեւոր Նիկոլ Փաշինյանի համար։ Տեսեք, արտաքինում թե ինչ է տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում։ Ինքը անդադար գնում է այդ միակողմանի զիջումների, որովհետև իր համար ըստ էության Հայաստանի Հանրապետության շահեր, արժեքներ, հայկական եւ այլն դա հետաքրքիր չի։ Իր համար գլխավոր հարցը նրանում է, որ սպասելիք է գալիք ընտրություններում ինքը վերընտրվի։ Հիմա ինչի համար վերընտրվի, սա էլ է շատ պարզ, Նիկոլ Փաշինյանը այնպես չի, որ իրեն շատ կարևոր է այդ աթոռը պահպանել, որպես քաղաքական, հա, այդ գործիչ ինքը պահպանի այդ աթոռը վարչապետի։ Իր համար սա արդեն ոչ միայն պայքար է հանուն իշխանության, այլ պայքար է հանուն իր կյանքի համար։ Ինքը այնքան գործեր է արել բացասական այս տարիների ընթացքում, այնքան անգամ է խախտել մեր սահմանադրությունը եւ այլ օրենքները Հայաստանի Հանրապետության, այնքան մարդկանց կորուստներ, ընտանիքների կորուստների պատճառ է դարձել, մարդկանց կյանքների կորուստների պատճառ է դարձել, հայրենիքի մի զգալի մասի կորուստի պատճառ է դարձել, որ շատ լավ հասկանում է, որ այն օրը, երբ որ ինքը կորցնի իշխանությունը, ապա պատասխան տալու ժամանակն է գալու։ Եվ այդ պատասխան տալու ընթացքում օրենքի շրջանակներում անգամ շատ դաժան է իր համար լինելու, որովհետև ընդհուպ միջև ցմա բանտում ինքը կարող է հայտնվել։ Այսքան գործեր իրականացնելուց հետո դրա համար իր համար շատ կարևոր է որպեսզի պահպանել իշխանությունը, որովհետև կյանքի պայքար է իր համար գնում սա։ Կյանքի հարց է։ Իսկ ինչ պետք է ինքը անի։ Գնա միակողմանի զիջումների արտաքին քաղաքական հարցերում, որը իր համար այս բան արդեն այլևս որևէ նշանակություն չունի, բայց ներսում պահպանել իշխանությունը։ Հիմա ներսում ոնց կարող է Նիկոլ Փաշինյանը պահպանել իշխանությունը։ Կա երկու գործիք, որ ինքը կարող է կիրառել գալիք ընտրություններում։ Առաջինը, այդպես կոչված այդ խաղաղության գաղափարն է եւ հետեւաբար խաղաղության պայմանագիրը, որը պետք է ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ օգտագործվի Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունների այդ քարոզարշավի ժամանակ ինքը անդադար խոսելու է, որ խաղաղություն է բերում Հայաստանին եւ հայ ժողովրդին, իսկ բոլոր այլ ուժերը, հատկապես ընդդիմությունը, իրենք պատերազմ են բերելու, այսինքն այդ դիլեման է խաղացնելու պատերազմ թե խաղաղություն եւ ժողովուրդը իհարկե որ մարդը կընտրի պատերազմ, բոլորն էլ ընտրելու են խաղաղություն։ Եվ տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ստորագրել այդպես կոչված խաղաղության պայմանագիրը, ես վստահ եմ, որ 100,000-ավոր մարդիկ կհավատան այս գաղափարին եւ կընտրեն Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին։ Բայց կա նաեւ երկրորդ գործիքը, դա այդպես կոչված այդ եվրոինտեգրման վերսկսման գործիքն է, որը ինչպես դուք նկատում եք, վերջին տարվա ընթացքում եւս փորձում են խաղարկել իշխանությունները, չնայած եթե ռեալ դիրքերից այս ամեն ինչին նայենք, պարզ է դառնում, որ խորացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ Եվրասիական միության հետ։ Չնայած որ այդ պոպուլիստական հայտարարությունները հնչում են, որ Հայաստանը իբրև գնում է դեպի Եվրոպա, բայց գործնականում ոչ մի քայլ չի արվում, որ Հայաստանը մոտենա Եվրոպային։ Ավելին խնդիրները ավելանում են, օրինակ նույն վիզայի հետ կապված խնդիրները մենք մինչև եթերը մտնելը ձեզ հետ դա էլ քննարկեցինք, որ բավականին մեծ թեմա է այսօր դարձել։ Մեր հայրենակիցները որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրենց համար խնդիրներ են առաջանում անգամ Եվրոպա գնալ որպես զբոսաշրջիկներ։
Եվ այս պարագայում, երբ որ անգամ այս հարցում վիզա ստանալու հարցում խնդիրներ կան, ել չեմ խոսում այդ տնտեսական կապերի մասին Եվրամիության պետությունների հետ, որի հետ շատ քիչ է տնտեսական կապը, ել չեմ խոսում լոգիստիկայի մասին, որը եւս բացակայում է, այսինքն մենք ցամաքային սահման չունենք անգամ եվրոպական պետությունների հետ, այս պարագայում խոսել թե Հայաստանը կարող է դառնալ Եվրոպական միության, Եվրամիության անդամ, սա ուղղակի հերթական հեքիաթն է։ Դրա համար այս պարագայում ինչ է մենք ունենք, որ Փաշինյանը գնում է Էրդողանի հետ հանդիպելու, որպեսզի քննարկի նոր այդ զիջումները կամ այն հարցերի վերաբերյալ զիջումները, որոնք բարձրաձայնել է ժամանակին Ալիևը։ Փոխարենը, տեսեք, մենք ինչ իրավիճակ ունենք, եթե Նիկոլ Փաշինյանը մի բան ասում է, բայց գործնականում այլ բան է անում, օրինակ ժամանակին խոսում էր, չէ, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Բայց հետագայում դարձավ, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ եւ մի քանի օր ընդամենը առաջ հենց ազգային ժողովի ելույթում Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ հենց ինքն է գնացել այդ քայլին, որ Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս, որովհետեւ ըստ իրեն դա Հայաստանը դարձնում է ավելի անկախ, ավելի սուվերեն։ Հիմա այս մարդը, որ ոչ մի կարմիր գիծ չունի, այսինքն ինքը մի բան ասում է, բայց անում է բոլորովին այլ բան, 180 աստիճանով փոխում է իր կարծիքը։ Հիմա ունենք այս կերպարը, ունենք Ադրբեջանի նախագահի կերպարը, որը ասում է եւ քայլ առ քայլ գնում է, որ իր ասածը կյանքի կոչի։ Հիմա այդ մարդը խոսում է, որ Արցախը օկուպացնելու են, չէ, օկուպացրեցին։ Ինքը խոսում է, չէ, նրա մասին, որ Արցախում հայ չի ապրելու, հիմա Արցախում հայ կա, չկա հայ։ Հիմա խոսում է Զանգեզուրի Միջանցքի մասին եւ գործնականում քայլ առ քայլ աշխատում են այդ ուղղությամբ տարբեր պետությունների հետ, զարգացնում են իրենց տնտեսական հարաբերությունները եւ այդպես կոչված Զանգեզուրի Միջանցքը որպես ալտերնատիվ ճանապարհ է ներկայացնում, որը հնարավորություն կտա օրինակ կենտրոնական Ասիայի պետություններին կամ Եվրամիության անդամ պետություններին միմյանց հետ կապ հաստատել։ Հասկանում եք, մարդը քայլ առ քայլ իր խոսքերը փորձում է կյանքի կոչել։ Սա այլ կերպար է։ Հիմա երբ որ մենք ունենք այս երկու կերպարները եւ մեջտեղում էլ Էրդողանն է, հիմա ինչ է լինելու։ Լինելու է այն, որ հայկական կողմը իդեմս Նիկոլ Փաշինյանի գնալու է նոր միակողմանի զիջումների եւ քննարկելու են հենց այս հարցերը։ Ինչ հարցեր կարող են քննարկել։ Եկեք սա նաեւ դիտենք։ Առաջինը Մինսկի խմբին վերաբերող հարցն է, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը միասնական դիմում պետք է ներկայացնեն, որպեսզի Մինսկի խումբը այլևս չգործի։ Այդ կառույցը փակվի ուղղակի, որովհետև ըստ իրենց չկա Արցախ, չկա Մինսկի խումբ, ուրեմն չպետք է լինի Մինսկի խումբ, բայց ես օրինակ բոլորովին այլ կարծիք եմ եւ վստահ եմ, որ ինձպես մտածողները քիչ չեն, որ Արցախյան հիմնահարցը փակված չի, մենք ունենք այդ խնդիրը, Արցախահայության հետ կապված իրենց իրավունքների հարցը կա եւ մենք այս ուղղությամբ աշխատանք կարող ենք վարել, հատկապես օգտագործելով Մինսկի խումբը։ Բայց Հայաստանի իշխանությունները այլ կարծիք ունեն եւ այդ կարծիքը իրենք փորձում են պարտադրել մեր հայրենակիցներին։ Երկրորդ հարցը այդպես կոչված ճանապարհների խնդիրն է եւ Զանգեզուրի Միջանցքի հարցն է։ Վստահ եմ, որ այս հարցում օրինակ Նիկոլ Փաշինյանը կարող է առաջարկել Էրդողանին, որ Ադրբեջանի քաղաքացիները կամ Ադրբեջանից ապրանքները, որոնք ուղևորվում են Ադրբեջանից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն եւ անցնելու են Հայաստանի հանրապետության տարածքով, ունենան յուրահատուկ կարգավիճակ, որը վերաբերվելու է տարիֆների հարցին եւ սահմանը անցնելու հարցին։ Այսինքն այստեղ կարող է հայկական կողմը հերթական անգամ գնալ միակողմանի զիջումների, որպեսզի Ադրբեջանին շահագրգռի ստորագրել այդպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Հիմա այդ Զանգեզուրի Միջանցքի հարցն է, Մինսկի խմբի հարցն է, ունենք նաեւ սահմանադրության հարցը, որը Ադրբեջանը եւս պարտադրում է, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը անհիմն այնտեղ ինչ որ պատճառներ են նշում, թե իբրև թե Հայաստանը տարածքային նկարտումներ ունի Ադրբեջանի վերաբերյալ, որը իրականությանը որևէ կերպ չի համապատասխանում, որովհետև Հայաստանը որևէ պետության նկատմամբ տարածքային նկարտումներ չունի։ Ինչ վերաբերվում է Արցախին, Արցախը հայկական ԽՍՀՄ-ի մաս է դարձել դերևս խորհրդային միության ժամանակ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ։ Այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը որպես անկախ պետություններ, երբ որ անցկացրել են իրենց հանրաքվեները, երբ որ անկախություն են հռչակել, ապա Արցախը արդեն իսկ Հայաստանի Հանրապետության մաս է եղել։ Հայաստանը Արցախ չի օկուպացրել, Հայաստանը Արցախ չի զավթել, Արցախը Հայաստանի մաս էր, Ադրբեջանն էր փորձում զավթել Արցախը, պատերազմ եղավ, այդ պատերազմում պարտվեց Ադրբեջանը։ Սա է տեղի ունեցել, այսինքն տարածքային նկարտումներ մեր սահմանադրության մեջ չկա ոչ մի պետության նկատմամբ։ Բայց Ադրբեջանը նպաստում է նրան, որպեսզի պարտադրում է, որ Հայաստանում փոփոխություններ լինեն նաև սահմանադրության վերաբերյալ, իրենք սա դիտարկում են որպես կապիտուլյացիայի մի մաս։ Այսինքն բոլոր զիջումների Հայաստանը պետք է գնա եւ ի վերջո այդ զիջումները պետք է բերեն նրան, որ Հայաստանը դառնա failed state, այսինքն ոչ կայուն պետություն,
ոչ մի ազգային նպատակներ, գաղափարներ չունենա, ուժեղ բանակ չունենա եւ ուղղակի գոյատևի այս տարածաշրջանում։ Գոյատևի այն էլ թուրք-ադրբեջանական օրենքների շրջանակներում, այն ինչ Անկարայից եւ Բաքվից պարտադրեն հայությանը, դա էլ պետք է Հայաստանի Հանրապետությունը իրականացնի եւ որպես այդպես fail state գոյություն ունենա այս տարածաշրջանում։ Կա նաեւ այլ նպատակ, որը ունեն Ադրբեջանի իշխանությունները, դա այդպես կոչված այդ փախստականների հարցն է, այսինքն իրենք պարտադրում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության իշխանությունները ապահովեն անվտանգությունը մի քանի 100,000 ադրբեջանցիների, ովքեր պետք է իբրև վերադառնան Հայաստանի Հանրապետություն, չնայած երբ որ փլուզումը տեղի ունեցավ Խորհրդային Միության, անգամ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում մի քանի 100,000 ադրբեջանցի չէր բնակվում։ Այնտեղ մոտավորապես բնակվում էին 80-ից 90,000 ադրբեջանցիներ։ Հիմա Ադրբեջանը ասում է, որ մի քանի 100,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան։ Դե լավ, հիմա պատկերացնենք իրավիճակ, որ ոչ թե մի քանի 100,000 ադրբեջանցի է վերադառնում Հայաստան, այլ մի քանի 100 հոգի են վերադառնում։ Եվ իրենց անվտանգությունը իբրև թե Հայաստանի Հանրապետությունը այդ պարտականությունը վերցնում է եւ ապահովում է։ Պատկերացնենք ինչ որ ժամանակ ապահովում է այդ մարդկանց անվտանգությունը, հետո արհեստականորեն խնդիրներ են հենց այդ ադրբեջանցիները ստեղծում Հայաստանում, օրինակ ասում են, որ Հայաստանի իշխանությունները իրավունք չեն տալիս իրենց խոսել ադրբեջաներեն, բացել ադրբեջանական դպրոցներ, ադրբեջանական համալսարաններ, կենտրոններ ինչ որ եւ այդտեղ կիրառել ադրբեջաներեն լեզուն։ Կամ այլ իրավիճակ, որ իբրև սադրանքներ են տեղի ունեցել այդ ադրբեջանցիների նկատմամբ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների կողմից։ Եվ իհարկե ում են դիմելու այդ ադրբեջանցիները։ Դիմելու են Ադրբեջանին, դիմելու են Թուրքիային, որ գան, սատարեն, օգնական լինեն իրենց իրավունքները ապահովելու հարցում։ Ինչը տեղի ունենալու Թուրքիան եւ Ադրբեջանը ուղղակի հարձակվելու են Հայաստանի վրա եւ փորձելու են անեն այն ամեն ինչը, ինչ մենք տեսել ենք ժամանակին Կիպրոսում, այսօր Կիպրոսի կեսը օկուպացված է Թուրքիայի կողմից, այնինչ տեսել ենք ժամանակին օրինակ Սիրիայի Խաթայ կամ Ալեքսանդրետա Սանջակում նահանգում, այնտեղ ընդհանրապես իրենք հանրակրվե անցկացրեցին փոքրամասնություն լինելով թուրքերը եւ որոշում կայացրեցին, որ միանում են Թուրքիային եւ մինչ օրս Խաթայ նահանգը կամ Ալեքսանդրատ Սանջակը օկուպացված է Թուրքիայի կողմից եւ Սիրիան ոչինչ չի կարողանում անել այդ հարցում։ Կամ այնինչ վերջին տարիներում ենք տեսնում, որ Իրաքի մի մասը կամ Սիրիայի մի մասը պարզապես օկուպացված է թուրք զինվորների կողմից եւ այդ պետությունները ոչինչ չեն կարողանում անել։ Այդ ինչա Հայաստանը Սիրիայից, Իրաքից կամ չգիտեմ Կիպրոսից ավելի ուժեղ պետություն է։ Կարծում եք, որ Հայաստանը մի ինչ որ բան կկարողանա անել, եթե թուրքական զինվորները հարձակվեն Հայաստանի վրա։ Եվ Հայաստանը չունենա այնպիսի գործընկերներ կամ դաշնակիցներ, որոնք կգան եւ օգնական կլինեն Հայաստանում։ Ուղղակի լինելու է այնինչ տեսնում ենք Սիրիայում եւ Իրաքում։ Մի մասը Հայաստանի օկուպացվելու է եւ Հայաստանում ոչ թե Փաշինյանի նման հայ կերպարն է իշխանությանը լինելու, որը սպասարկում է Թուրքիայի շահերը, այլ կարող է հենց թուրք էությամբ, թուրք ազգությամբ մի մարդ հաստատվի իշխանությանը եւ Հայաստանը ուղղակի դառնա մի մասնիկ, հա, օկուպացված տարածք դառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Տեսանք, վերջնական նպատակը մի խոսքով Այսքան ինչի համար եմ ասում, sense մանրամասնում է, որ մեր հայրենակիցները ուղղակի հասկանան այդ վտանգները, ռիսկերը, որոնք առկա են, որպեսզի ընկալելի լինի նաև վերջնական նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Վերջնական նպատակը նորից եմ ասում, այն է, որ Հայաստանը դառնա fail state, ոչ կայուն պետություն տարածաշրջանում, որը գտնվում է կախվածության մեջ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Անդրանիկ, մինչ անդրադառնալը Թուրքիայում ըստ էության առաջադրվող պահանջներին, դուք ձեր խոսքում հիշատակեցիք Արցախի մասին եւ Հայաստանի որպես օկուպանտ ներկայացվելու հանգամանքին, հիշատակեցիք Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունը, բայց հենց անմիջապես 3 ազգային ժողովում բյուջեի քննարկման շրջանակներում իդեպ ըստ էության բյուջեի մասին առհասարակ խոսք չկար։ Նիկոլ Փաշինյանը լծված էր եկեղեցուն պախարակելու եւ իր սեփական գաղափարախոսությունը հրամցնելու եւ Սամվել Կարապետյանի գործոնը դրան էլ կանդրադառնանք, հետեւյալ ուշագրավ հայտարարությունն արեց։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը։ Եվ մեջբերեց, թե իբր ըստ ընդդիմության Լեռնային Ղարաբաղը որպես թոք է օգտագործվել, որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնուրույն պետություն չկայանա եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է։ Ինչպես նաեւ նա ընդգծեց, որ 2018-ին ստանձնելով վարչապետի պաշտոնը 2018-2019 թվականներին նա իրեն զգացել է ֆորպոստի վարչապետ, իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո թերևս եղել է ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում եւ միայն իրեն լիարժեք եւ ամբողջական Հայաստանի Հանրապետության վարչապետ է զգացել 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո։ Ինքը դարձել է Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս բոլոր հայտարարությունները Թուրքիա մեկնելուց առաջ ինչ վտանգներ էին իրենց մեջ ներառում ըստ ձեզ։
Ну առաջին հերթին դա կեղծիք է, երբ որ ղեկավար Հայաստանի Հանրապետության ղեկավար հանդիսացող անձը խոսում է նրա մասին, որ իբրև թե Հայաստանը որպես ֆորպոստ է հանդիսանում ինչ որ ուժերին, դե ակնհայտ է, որ սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին, ինքը նկատի ունի, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, այդպես եմ ես ենթադրում իր խոսքերը, քանի որ այդ ռուսացիած քաղաքականություն են իրենք նաև վարում, բայց սա իրականությանը չի համապատասխանում միայն այն պատճառով, որ 2018 թվականին Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան եւ Հայաստանում ժողովուրդը ըստ էության նաեւ նպաստեց նրան, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն մենք ունենք լեգիտիմ իշխանություն Հայաստանում, որը ձևավորվել էր 2017 թվականի պարլամենտական ընտրություններից հետո, բայց 2018 թվականին նաեւ դրսի ուժերի օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ, որոնց նպաստում էր նաեւ հայ ժողովուրդը։ Ի վերջո, այնտեղ եկեք չմոռանանք, որ 100,000 մարդ առնվազն, եթե ոչ ավել, Հանրապետության հրապարակում հավաքվել էր եւ նպաստում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ։ Եկեք չմոռանանք, որ աշնանը 2018 թվականին եւս հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին ազգային ժողովի մոտ եւ իրենք կոչ էին անում, որ պարլամենտական ընտրություններ լինեն, որ նոր պարլամենտ ձևավորվի։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, երբ որ քո ժողովուրդն է նաեւ իր կարծիքը հայտնում, իր որոշումը կայացնում ներքաղաքական հարցերում, դու ո՞նց կարող ես խոսել նրա մասին, որ իբրև թե քո պետությունը ֆորպոստ է։ Իբրև թե ինքը վասալական կարգավիճակում է, հա, գտնվում։ Ես պրոստը դա պատկերացեք, որ իրականում Հայաստանը, եթե վասալական կարգավիճակում գտնվեր, այդ ֆորպոստի կարգավիճակում լիներ ինչ որ պետության կողմից, ապա այդ պետությունը երբեք թույլ չէր տա, որ Նիկոլ Փաշինյանի նման մի անձ, որը իր վերահսկողությունից դուրս է, գա իշխանությանը։ Կկիրառվեին տարբեր մեթոդներ եւ ուղղակի վերջը այդ մարդուն կվերացնեին քաղաքական ասպարեզից։ Սա տեղի կունենար։ Այսպես է տեղի ունենում ֆորպոստներում։ Օրինակ, պատկերացնում եք դուք հնարավոր է այդպիսի իրավիճակ, որ Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանի Դաշնությունում ինչ որ նահանգում, ինչ որ հանրապետությունում, այնտեղ կամ ավտոնոմ օբլաստում տեղի ունենան ներքաղաքական փոփոխություններ եւ տեղի բնակչությունը որոշում կայացնի, թե ով է լինելու իրենց սուբյեկտի ղեկավարը կամ, չգիտեմ, Կալիֆոռնիա շտատի գուբերնատորը ով է լինելու կամ ով է լինելու Տուլսկայի այդ օբլաստի ղեկավարը կամ Չեչնիայի ղեկավարը։ Դա հնարավոր կլիներ առանց Մոսկվայի թույլտվությամբ։ Իհարկե ոչ։ Երբեք նման բան չի լինի։ Բայց եթե հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Հայաստանը նույն կարգավիճակում է ստույցան եղել, այսինքն կախվածության մեջ, ֆորպոստ է եղել, չգիտեմ, ինչ վասալական կարգավիճակ է ունեցել, բա Նիկոլ Փաշինյան դու ո՞նց ես հայտնվել պետության ղեկին։ Չէ՞ մենք կարող ենք ենթադրել, որ այդ դրսի ուժերի մասին երբ որ խոսքը գնում է, դրսի ուժերից մեկը այն ուժն է, որ դու ես խոսում, որ իբրև դրանից կախվածության մեջ ես եղել, հենց ինքն է նպաստել, որ դու գաս կարող ենք նման ենթադրել իր խոսքերից հետո։ Հիմա այս հարցին թող պատասխանի։ Ես ցավում եմ, որ ազգային ժողովի մեր падգամավորները այսպիսի սուր հարցեր չեն տալի Նիկոլ Փաշինյանին, հենց իր խոսքերից հետո։ Երբ որ ինչ որ հայտարարություն է անում, այլ պետք է հենց դեմը առնեն, իր դեմ խաղացնեն այդ հայտարարությունը։ Այլ ոչ թե տարբեր այդ թեմաներից խոսել, որոնց պատրաստ է միշտ լինում Նիկոլ Փաշինյանը եւ ունի պատրաստած ինչ որ խոսքեր, թե ինչ պետք է ինքը հնչեցնի։ Այլ սա եթե իր դեմ ասեն, ինքը ինչ է պատասխանելու։ Ում միջոցով է ինքը եկել իշխանությանը 2018 թվականին։ Ում շնորհիվ է ինքը վերընտրվել 2021 թվականի պատերազմից հետո։ Այդ որ դրսի ուժերն են նպաստում նրան, որ ինքը վերընտրվի, որպեսզի այն պայմանները, որ ստորագրել է, կյանքի կոչի։ Այս հարցերը ինչու չեն բարձրացնում։ Ումից են վախում, ինչից են կաշկանդվում։ Ինձ համար սա է զարմանալի։ Ես հուսով եմ, որ նման հարցեր պետք է բարձրացվի ազգային ժողովի падգամավորների կողմից։ Իրենց քայլերը սուր են, բայց սուր են ոչ թե ճիշտ ուղղությամբ, այլ սխալ ուղղությամբ են սուր։ Եվ ի վերջո հանգեցնում են նրան, որ Նիկոլ Փաշինյանը այդ սրությունը օգտագործում է իրենց դեմ։ Բայց հավատացեք, եթե Նիկոլ Փաշինյանին անհարմար հարցեր տային, շատ վատ վիճակում կհայտնվեր Նիկոլ Փաշինյանը, շատ վատ։ Եվ չեր գտնի հնարավորություն ճիշտ ձև պատասխանել իրենց։ Եվ հետագայում կհետևեր իր բոլոր խոսքերին։ Բայց քանի որ ճիշտ հարցեր չեն տրվում, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսքի չի հետևում։ Թույլ է տալիս իրեն ամեն ինչ ուզում է անում է Facebook-ում տեսնում եք ինչ տիպի հայտարարություններ է անում, ինչ տիպի գրառումներ է անում։ Տեսնում եք ազգային ժողովի ամբիոնից ինչպիսի հայտարարություններ է անում։ Այս մարդը հասկանում է, որ իր դեմը չեն առնում։ Դրա համար ինչ իրեն ցանկանում է, դա է թույլ է տալիս ըստ էության։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, տեսեք, այստեղ շատ կարևոր է։ Ինչի համար է Նիկոլ Փաշինյանը հիմա վերսկսել հարցակումները եկեղեցու ուղղությամբ, որովհետև եկեք չմոռանանք, որ 2018 թվականի այդ
պետական հեղաշրջումից հետո փորձեր էին արվում նաև եկեղեցու փոփոխություններ իրականացնել, հատկապես այդ կարգախոսը նոր Հայաստան, նոր կաթողիկոս, որը Փառք Աստծո կյանքի չհաջողվեց իրենց կոչել, բայց իրենք հիմա եւս հերթական անգամ փորձում են այդ գաղափարները տարածել մեր պետությունում, տարածել ժողովրդի շրջանակներում, որպեսզի փորձեն եւս մեկ անգամ դա կյանքի կոչել, այս անգամ իրենք մտածում են, որ կհաջողի, բայց ես վստահ եմ, որ եւս մեկ անգամ իրենք պարտություն են կրելու այս հարցում, ինչպես պարտություն են կրել տասնյակ պետություններ կամ կայսրություններ, որոնք փորձել են կոտրել մեր եկեղեցին դարերի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը ով է, որ կարողանա կոտրի մեր եկեղեցին։ Ես վստահ եմ, որ այս պայքարում, որ ինքը այս պատերազմը ըստ էության, որ ինքը մղում է եկեղեցու դեմ, ինքը պարտություն է կրելու, վստահորեն եմ դրանում ասում։ Բայց ինչ է ինքը այդ քայլերը սկսել։ Տեսեք, մենք Հայաստանի Հանրապետությունը, որը ձևավորվել է այս նոր շրջանում, հա, 91 թվականից հետո խոսքը գնում է, ինչ արժեքների վրա է կամ ավելի ճիշտ կլինի ասել, ինչ սյուների վրա է ձևավորվել Հայաստանի Հանրապետությունը։ Առաջինը Արցախյան մենամարտներ, Արցախյան այդ պատերազմներ, մեր հայրենիքի մի մասի վերընտեգրումներ Հայաստանի Հանրապետության հետ, մեր հայրենակիցների համար պայքարներ, երկրորդը դա եկեղեցին է, որը գլխավոր արժեքն է, մեր ազգության այդ արժեքները ձևավորող գլխավոր ֆունդամենտն է, եւ երրորդը սփյուռքն է։ Այսինքն մենք ունենք 3 սյուն, որոնք հիմք են հանդիսացել այս տասնամյակների ընթացքում մեր Հայաստանի Հանրապետության հիմքն են եղել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի նպատակն է կոտրել այդ հիմքը։ Տեսեք, սփյուռքահայերին, հատկապես այն մարդկանց, ովքեր այսօր իրենց թույլ են տալիս քննադատել իշխանության քաղաքական քայլերը, ապօրինի ինքը արգելում է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Եվ կարծում եմ բոլորն էլ հիշում են, որ այն դեպքը, որ տեղի ունեցավ ինձ հետ 2019 թվականի նոյեմբերին, դա հենց նախադեպ դարձավ բոլոր այլ դեպքերի համար, հետագայում որ միջ օրս տեղի ունենում եւ եթե չեմ սխալվում, տասնյակ նման դեպքեր կան, որ ապօրինի սփյուռքահայերին արգելում են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Երկրորդը, այսինքն սփյուռքի հետ հարաբերությունները ինքը խախտում է եւ փորձում է վարտարացնել անգամ հարաբերությունները եւ հնարավորինս սփյուռքը հերու պահել Հայաստանից։ Երկրորդը եկեղեցին է։ Այս պայքարը նոր չի որ սկսվել է, բայց այս պայքարը ինքը փորձում է միջևերջ տանել, կոտրել եկեղեցին, ինչ որ փոփոխություններ այնտեղ իրականացնել, որը կնպաստի նրան, որ եկեղեցին այլևս ընդհանրապես չի խոսելու այս հարցերի մասին եւ լոյալ է լինելու իշխանությանը, սպասարկելու է իշխանության քաղաքականությունը։ Եվ Արցախը, որը ինքը հենց հանձնեց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հանձնեց եւ չէլ թաքցնում, հիմա եթե ի սկզբանե թաքցնում էր, մեղքը փորձում էր գցել մեկ ռուսների վրա, մեկ ինչ որ նախկինների վրա, մեկ այլ ուժերի վրա, բայց այսօր արդեն ուղիղ է խոսում, որ հենց ինքն է հանձնել Արցախը, որովհետեւ ինքը կարծում է, որ Արցախը հանձնելուց հետո Հայաստանը դարձել է ավելի անկախ, ավելի սուվերեն։ Ինչը իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։ Ավելի թույլ է դարձել Հայաստանի Հանրապետությունը եւ գնալով թուլանում է, իսկ վտանգները գնալով շատանում են։ Հիմա տեսեք, մի արժեքը ամբողջությամբ կոտրեց, մի սյունը ամբողջությամբ կոտրել է, դա Արցախն է։ Երկրորդը հիմա է փորձում կոտրել, դա եկեղեցին է, եւ երրորդը սփյուռքն է, դա էլ տեսնում եք, որ այն հարաբերությունները, որ մենք տասնյակ տարիներ շարունակ ունենք սփյուռքի հետ, այսօր այլևս այդպեսին չեն։ Այսօր ես դες վստահորեն ասում եմ, որ սփյուռքում երբեմն նաև խոսում են նրա մասին, թե արդյոք արժե ընդհանրապես Հայաստանի համար մտահոգ լինել։ Ցավոք նման խոսակցություններ կան։ Եվ ես չեմ մեղադրում այդ մարդկանց, որ նման խոսակցություններ կան, որովհետեւ երբ որ քեզ արգելում են մուտք գործել քո պետություն, քո մոտ կարող են նման կարծիք առաջանալ։ Երբ որ քեզ արգելում են խոսել քո պետությունում տեղի ունեցած գործընթացների մասին, քո մոտ կարող է նման կարծիք առաջանալ։ Երբ որ քեզ ասում են դու հեռու մնա մեր պետությունից, բայց գումարով կարող ես օգնական լինես, այսինքն այն ինչ տասնյակ տարիներ տարածում էին մամուլով, որ իբրև թե կներեք արտահայտությանս համար, բայց կթանկով են դարձրել սփյուռքը, այսօր հենց դա է փորձում իրականացնել այսօրվա իշխանությունները։ Հենց այդ գաղափարը, այդ սուտը, որ տասնյակ տարիներ տարածվում էր, այսօր իրենք փորձում են կյանքի կոչել։ Եվ այս պարագայում իհարկե սփյուռքում բնակվող մեր հայրենակիցը ինքը 10 անգամ կմտածի, արդյոք արժե օգնական լինել մի պետությանը, որի ղեկին գտնվում է մի իշխանություն, որը քեզ ասում է դու հեռու մնա, դու մի խոսի, դու մի արի անգամ Հայաստան, բայց գումարով եթե կարող ես օգնի։ Չի լինի այդպես, հասկանում եք։ Եվ այս պարագայում իհարկե փորձում են կոտրել այդ ֆունդամենտը, որպեսզի ձևավորել այդպես կոչած իրական Հայաստանը, այդպես կոչած 4-րդ հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այն ինչ հաջողեց օրինակ Իլհամ Ալիևի հորը, այդ Իլհամ Ալիևի իշխանություններին, Ադրբեջանի իշխանություններին, ինչ հաջողվեց Էրդողանին, ինքը նույնը փորձում է կիրառել Հայաստանում։ Այսինքն ինքը փորձում է դառնալ մի ղեկավար, որը կասի, որ պետությունը ես եմ։ Հասկանում եք, այնինչ ժամանակին օրինակ Ֆրանսիայում Լյուդովիկ 14-ն էր, հա, հայտարարել, որ պետությունը ես եմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ուզում է եւս
տրանսֆորմացնի պետություն գաղափարը դեպի անձ, որ անձը ինքն է պետությունը, բայց անձը ոչ թե յուրաքանչյուր անձը, այլ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա է ամբողջ խնդիրը մեզ համար, սա տանում է ավտոկրատիա, այնինչ տեսնում ենք տասնյակ ասիական կամ աֆրիկյան պետություններում ավտոկրատիզմը, երբ որ պետության ղեկին գտնում է մի անձ, ով փորձում է կառավարել ամեն ինչ ինչ տեղի ունենում պետությունում եւ յուրաքանչյուրին, սկսված տնտեսությունից, քաղաքականությունից, կրոնական հարցերից, սոցիալական հարցերից, ընդհանուր միջև մտնում է մարկանց գրպանները, չէ՞, հիմա էլ այդ որ ասում են պետք է յուրաքանչյուր անձ գրի թե ինչքան գումար ունի, ինչ ոսկի ունի, որտեղ է պահում, բարձի տակ է պահում, թե կրավաթի տակ է պահում այդ ոսկիները։ Հասկանում եք, այս խնդիրը կա եւ սրան է տանում Նիկոլ Փաշինյանը ձևավորելով այդպես կոչած 4-րդ հանրապետությունը կամ իրական Հայաստանը։ Իրական Հայաստան կամ 4-րդ հանրապետությունը լինելու է այն, որ մեր պետությունում տարածվելու է գաղափարը պետությունը ես եմ, Նիկոլ Փաշինյանն է այդպես ասելու, եւ յուրաքանչյուր մարդ, ով խոսի Նիկոլ Փաշինյանի դեմ, ով քննադատի Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, նշանակելու է, որ ինքը քննադատում է նաեւ պետությունը եւ իրեն դրա համար ձերբակալելու են կամ արգելելու են մուտք գործի Հայաստանի Հանրապետություն։ Անդրանիկ, դուք ձեր խոսքում հիշատակեցիք ձեր անձի շուրջ ստեղծված միջադեպը, այսինքն այն անհասկանալի արգելքը, որը դրվեց Հայաստանի Հանրապետության կողմից եւ մինչ օրս դուք չեք կարողանում ձեր հայրենիք վերադառնալ, դրա մասին նախորդ օրերին խոսեց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մեր եթերում, հիշատակելով, որ այո, ձեր արգելքը դարձավ նախադեպային, որը շղթայական ռեակցիայով տարածվեց մի շարք հայրենակիցների նկատմամբ, այսօր արդեն նույն ճակատագրին չնայած ոչ թե արգելք, այլ արդեն կալանավորում եւ գտնվում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում Հայաստանի մեծամեծ բարերար Սամվել Կարապետյանի մասին է խոսքը եւ այստեղ տարօրինակ զուգադիպությամբ, որը նաեւ արձանագրել էր նրա եղբոր որդին, որ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար եւ ընդամենը 2025 թվականին նույն օրը Սամվել Կարապետյանը կալանավորվեց հենց նույն Հայաստանում։ Այս պարագայում նաեւ մի շարք անուններ է հնչեցնում Ադրբեջանը, հայաստանյան ինչպես վերնախավի խոսքս նախագահների մասին է, այնպես էլ Հայաստանին նպաստ բերող անձանց նրանց կալանավորելու, արտահանձնելու։ Եվ արդյոք սա պատահականություն է, զուգադիպություն է, որ Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլ պահանջների, նախապայմանների, որը բավարարում է Ադրբեջանի առաջադրած, նաև այս պահանջն է բավարարել, խոսքը Սամվել Կարապետյանի ձերբակալությունն է։ Տեսեք, իրականում Նիկոլ Փաշինյանը կարող է սա վաճառել ադրբեջանցիներին, վաճառել են առումով, որ տեսեք, դուք հայտարարել եք ժամանակին հետախուզում, այս մարդու ուղղությամբ, ես իրեն ձերբակալել եմ Հայաստանում։ Եվ սա կարող է ինքը վաճառել ադրբեջանցիներին, որ այն մարդիկ, ովքեր ընդունելի չեն ձեզ համար, ես իրենց հետևում եմ եւ հետապնդում եմ Հայաստանի Հանրապետությունում։ Սա ինչի համար ինքը կարող է վաճառել ադրբեջանցիներին, որ եկեք ստորագրենք այդ պայմանագիրը, տեսեք, ես ամեն ինչ անում եմ, ինչ դուք եք ասում, չգիտեմ, ինքը կհանձնի թե չի հանձնի, կասկածելի է մի փոքր ինձ թվում, չնայած այսօր Հայաստանում ոչինչ կասկածելի չի եւ ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը սա կարող է վաճառել ադրբեջանցիներին որպես միտք, որ տեսեք, դուք հետապնդում եք, դուք հետախուզում եք հայտարարել այս մարդուն, ես էլ այս մարդուն հետապնդում եմ Հայաստանում։ Բայց այստեղ նաեւ մենք պետք է հաշվի առնենք, որ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի համար այդ հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ դա ներքաղաքական հարց է։ Իշխանության պայքարի հարց է իր համար սա։ Ես վստահ եմ, որ ոստի դեմ պայքարի նաև այդ խոսույթի մեջ չի տեղավորվում, որովհետև հիշում եք նրա մամուլի խոսնակը ասաց, որ հյուսիսից հրահանգավորված Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանն լրագրողների հետ ճեպազրույցում նախորդ օրը ընդգծեց, որ ոչ մի արտաքին միջամտություն թույլ չի տալու եւ հենց նույն համատեքստում ակնարկեց Սամվել Կարապետյանի գործոնը, ասելով անկախ նրանից, որ մենք ժողովրդավար ենք, բայց նա այս ամենը թույլ չի տալու, հետեւաբար սա արդյոք նաև ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Տեսեք, ես վստահ եմ, որ սա առաջին հերթին ներքաղաքական հարց է, նորից եմ ասում Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև մնացել են ընդամենը 1 տարի։ Հիմա գուցե այս կես տարվա ընթացքում ակտիվորեն գործընթացներ տեղի չեն ունենա, քանի որ արժևում հիմա ամառը միշտ sense пассив է անցնում Հայաստանում քաղաքական տեսանկյունից, բայց աշնանից սկսված, այդ աշնան ընթացից սկսված արդեն բուրն ակտիվորեն քաղաքական գործընթացներ են տեղի ունենալու Հայաստանում։ Ես դրանում վստահ եմ։ Կարող են բողոքի ակցիաներ սկսել, կարող են ձևավորվել նոր բլոկներ, նոր ընդդիմադիր ինչ որ դաշտեր, հա, այսինքն այս process-ները արժևում են։ Եվ Նիկոլ Փաշինյանը վստահորեն այս ամեն ինչը տեսնում է, հասկանում է, եւ քանի որ իր վարկանիշը շատ ցածր է, եւ ինքը տեսնում է, որ քաղաքական ասպարեզում կարող են հայտնվել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ կամ ոչ քաղաքական գործիչներ, ովքեր հայտ կներկայացնեն,
քաղաքականությանը մասնակցելու համար, իրենք կարող են իրենց շուրջ ձևավորել նոր ընդդիմադիր շարժումներ։ Եվ այդ ընդդիմադիր պլատֆորմաները հաջողությամբ կարող են մասնակցել ընտրություններում եւ պարտության մատնել այսօրվա իշխանություններին։ Հիմա այդ պլատֆորմաներից մեկը, այդ անձերից մեկը ավելի ճիշտ, ով կարող է ձևավորել պլատֆորման, կարող է հանդեսանալ նույն Սամվել Կարապետյանը։ Մարդ, ով հաջողությամբ բիզնեսով է զբաղվել իր ամբողջ կյանքի ընթացքում, մարդ, ով տասնյակ տարիներ շարունակ բարեգործությունությամբ է զբաղվել, մարդ, ով նպաստել է Հայաստանի զարգացմանը տնտեսական եւ կապերն է հաստատում Հայաստան-Ռուսաստան նաեւ եւ Հայաստան-Եվրասիական միություն, որովհետեւ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական միության անդամ, այսինքն դա շատ կարեւոր է, որ այդ կապերը մենք ունենանք Եվրասիական այլ պետությունների հետ եւ մարդ, ով չի կարելի էլի կապել սրա նրա հետ, կամ ասել որ ինքն ինչ-որ մեկից կախվածության մեջ է գտնվում, ով կարող է իր շուրջ հավաքել տասնյակ առողջ հասարակական կամ ընդդիմադիր Հայաստան ունեցող քաղաքական գործիչներին, քաղաքական ուժերին եւ միասնական ինչ-որ ուժ ձևավորել եւ մասնակցել ընտրություններում։ Հիմա սա հասկանալով Նիկոլ Փաշինյանը փորձում է կանխատեսել այդ ամեն ինչը եւ կանխատեսելի այդ հարվածները հասցնել։ Հենց դրանում է պայմանավորված, որ ձերբակալվել է այսօր Սամվել Կարապետյանը։ Իդեպ ես իմ աջակցությունն եմ հայտնում իրեն։ Ես վստահ եմ, որ սա շինծու գործ է եւ ավելի քան վստահ եմ, որ շատ մոտ ապագայում ինքը ազատության մեջ կգտնվի եւ ես հուսով եմ, որ այն հայացքները, որ այն կարծիքները, որ այսօր ես հայտնեցի, դա նաեւ կարող են կյանքի կոչվել։ Այսինքն կձևավորվի այդ ընդդիմադիր պլատֆորման եւ այդ գործընթացում մեծ ազդեցություն կունենա Սամվել Կարապետյանը, որը տիրապետում է ռեսուրսներին, ունի վստահություն ժողովրդի կողմից, ունի կապեր դրսում եւ այդ ամեն ինչը կարող է միացնել, որպեսզի պայքար մատնել այսօրվա իշխանությունների դեմ։ Կան այլ ուժեր, կան այլ քաղաքական գործիչներ, ովքեր եւս մասնակցելու են ընտրություններում, ովքեր եւս կարող են հաջողել եւ շատ լավ կլինի, որ իրենք նաեւ համագործակցեն բոլորը։ Այսինքն բոլոր առողջ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է համագործակցեն եւ այդ համագործակցության ընթացքում, եթե մի կողմ դրվեն այդ անձնական ինչ որ խնդիրները, որոնք կան անձերի միջև, վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը կպարտվի։ Վստահեցնում եմ ձեզ։ Ինչքան էլ ինքը փորձի ընտրությունները խախտել կամ ինչ-որ այտենց մի բան անի, հա, որ մեխանիզմները կիրառի, որպեսզի վերընտրվի, այնուամենայնիվ, եթե անգամ դա ինքը իրականացնի, վստահ եմ, որ բողոքի ակցիաները կսկսվեն Հայաստանի Հանրապետությունում եւ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին։ Իշխանափոխություն ուղղակի կլինի, ստիպված Նիկոլ Փաշինյանին ստիպեն, որպեսզի ինքը հրաժարական տա եւ լքի քաղաքական ասպարեզը եւ նաեւ իրեն օրենքի շրջանակներում պատժի կենթարկեն այն ամեն ինչի համար, որ ինքը այս 7-8 տարվա ընթացքում իրականացնել է։ Հատկապես մարկանց ուղղակի սպանել է, այսպես կարելի է ասել, որովհետեւ ինքը գիտակցելով ինչ է անում, գիտակցելով թե ուր է այս ամեն ինչը տանում, մարկանց պարզապես ուղարկել է մահի, սպանել է այդ մարկանց եւ հանձնել է մեր հայրենիքի մի մասը։ Անդրանիկ, իշխանափոխության հետ կապված, տեսեք Հայաստանում այս պահին գնում է որոշակի գործընթաց, որը impeachment է, նախորդ մեր զրույցի ժամանակ դրան անդրադարձ կատարեցինք, այսօր իսկապես սպասել 2026 թվականին մի փոքր մեղմ ասած վտանգավոր է, հաշվի առնելով այն բոլոր զիջումները, որը արել է մինչ օրս եւ պատրաստվում է անել եւ ամենավատը այն է, որ բավականին մեծ հանդգնությամբ նա դա ներկայացնում է որպես ձեռքբերում եւ այո, ես համակարծիք եմ, որ նա 4-րդ հանրապետություն ըստ էության անվանում է Նիկոլ Փաշինյանի հանրապետություն, որովհետև պետությունը հենց ինքն է։ Եվ այս պարագայում իմպիչմենտի գործընթացը դա իրավական ամենաօպտիմալ միջոցն է իշխանափոխություն իրականացնելու եւ այո նպաստելու, որ մենք եւս նոր զիջումների եւ կորուստների չգնանք։ Որքանով եք սա իրատեսական համարում, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը եւ դրանով էլ հենց ամփոփենք, որ այո Փաշինյանը գտնվում է Թուրքիայում, մի Թուրքիայում, որը հերթական անգամ իր սերն ու հավատարմությունն է հայտնել Ադրբեջանին։ Գիտենք, որ Ադրբեջանի նախագահը մեկ օր առաջ գտնվում էր Թուրքիայում, բավական ջերմ հանդիպում է ունեցել իր եղբոր հետ, որը նրան ճանապարհել է օդանավակայանում եւ հենց նույն Էրդողանը իր X միկրոբլոգում հետեւյալ գրառումն է արել, իր սերն է արտահայտել առ Ադրբեջան։ Մենք երկու պետություններ ենք, մեկ ազգի զավակներ, աղոթում ենք նույն դրոշի ստվերի տակ, զոհաբերում ենք կյանքը մեկ անկախության համար, կրում ենք մեկ սիրտ, արդյոք կարող են սրտերը բաժանվել հոգիներից Թուրքիան Ադրբեջանից։ Նկատենք, որ հենց այցի շրջանակներում դրանից ընդամենը մի քանի օր առաջ նույն Ադրբեջանը պնդել է իր 300,000 փախստականների հանգամանքը, դրա մասին դուք խոսեցիք, ասելով, որ Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը, ավելի վաղ խոսել էին նույն Զանգեզուրի միջանցքի մասին, որ Հայաստանն է խոչընդոտ հանդիսանում եւ պետք է պարտադրել նրան BRICS 2025-ի շրջանակում։ Եվ այս ամեն ինչը հաշվի առնելով Հայաստանում կա process, որը ըստ էության փորձում են տանել դեպի մարում։ Որքանով է իրատեսական այդ process-ի միջոցով հասնել Հայաստանի փրկության։
Շատ կարճ անդրադառնամ մի քանի հարցին, որից հետո մի փոքր ավելի հստակ խոսենք այս process-ի մասին, որը հիմա Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում, impeachment-ի գործընթացը, որը ես կարծում եմ, որ հնարավոր է իրականացնել։ Եվ շատ կարևոր է, ես նաև համաձայն եմ ձեզ հետ, որ պետք չի սպասել մինչև 2026 թվականի ընտրություններ։ Ով գիտի, այս 1 տարվա ընթացքում ինչ կարող է տեղի ունենալ։ Մենք կարող է մեր հայրենիքի մի մասն էլ կորցնենք, հետո այդ կորուստով գնանք ընտրությունների։ Կարող է ընդհանրապես Հայաստանը որպես պետություն այլևս գոյություն չունենա, իսկ մենք սպասենք, թե ինչ ընտրություններ են տեղի ունենում։ Գիտեք, ցավալի մի այլ իրականության մասին խոսեմ, Արցախի հանրապետությունը։ Ուր է Արցախը։ Արցախը չկա, մենք անգամ ընտրություններ չեն կարողանում, նախագահի ընտրություններ այդպես էլ չկարողացան անցկացնել Հայաստանում։ Ով է վստահ, որ նույն ճակատագրին չի արժանանա Հայաստանի հանրապետությունը։ Այսինքն նույն կարգավիճակում մենք չենք հայտնվի, որ առանց պետության կմնանք, իշխանությունը եւ մեր ժողովուրդը գհատնվի այլ պետության տարածքում, եւ մենք անգամ այդ պետությունում, գիտեք, քմծիծաղով, բայց շատ ցավալի քմծիծաղով եմ մոտենում այս հարցին, որ մենք անգամ այդ պետությունում մենք չենք կարողանա նոր ընտրություններ էլ անցկացնենք։ Ժամանակին այդքան մենք Արցախահայությանը զգուշացնում ենք այս վտանգների մասին, բայց ցավում եմ ասում, ուշագրավ չեղան։ Միմյանց էին կներեք արտահայտությանս համար, բայց միմյանց էին ուտում։ Միմյանց հետ կռիվ էին մատնում։ Միշտեր ընդ թշնամի պատրաստում էր պատերազմ սկսել Արցախի նկատմամբ։ Պետություն, որը գտնվում է անդադար այդ պատերազմների մեջ, ում կողքը հարևան պետությունը ասում է, որ ես քեզ ոչնչացնում եմ, դու ոնց կարող ես ներսում ինչ որ կլաններ էին ստեղծել, ինչ որ չգիտեմ, անձերի միջև պայքարներ էին մատնում։ Ի վերջո դրան ինչ բերեց։ Բերեց նրան, որ այսօր Արցախը չկա։ Իսկ մեր հայրենակիցները այսօր փախստականի կարգավիճակում հայտնվել են Հայաստանում, անգամ Հայաստանում էլ չեն կարողանում իրենց կյանքը վարել եւ ստիպված նաեւ մեր հայրենիքն են լքում եւ գնում են այլ պետություններ։ Ես չեմ ուզում, որ նույն ճակատագիրը սպասի Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանը մեկ միակ հայրենիքն է, մենք այլ հայրենիք չունենք։ Մենք սա պետք է միշտ հաշվի առնենք, որովհետեւ եթե մենք այս հայրենիքը կորցրեցինք, մենք ուղղակի քոչվոր ցեղ ենք ինչ որ դառնալու, սփռվելու ենք աշխարհով մեկ եւ դարերի ընթացքում վերջը կորցնելու ենք մեր ինքնությունը եւ ձուլվելու ենք այլ պետություններում։ Մենք այսօր խոսում ենք նրա մասին, որ Սփյուռքում 10-ից կամ չգիտեմ 10 տարբեր թվեր են հնչում, 7 միլիոն, 10 միլիոն, 12 միլիոն հայ է ապրում։ Բայց ես վստահեցնում եմ, որ նախ այդ հայերի մի մասը արդեն իսկ կորցրել է իր ինքնությունը, բայց ինչքան հայ ենք մենք կորցրել այս դարերի ընթացքում, ովքեր ապրում են Սփյուռքում։ Նույն Լեհաստանում օրինակ 100 հազարավոր հայեր էին ապրում, այնտեղ շատ մեծ գաղութ մենք ունենք։ Այսօր Լեհաստանում 100 հազարից պակաս հայ է ապրում։ Բա մնացած հայերը ուր են։ Մնացած հայերը պարզապես ձուլվել են, որովհետև քրիստոնյա պետություն է եղել, որովհետև տնտեսական խնդիրներ հայերի համար չի առաջացնել, մարդիկ բիզնեսով են զբաղվել, մարդիկ բժշկությամբ են զբաղվել, տարբեր այլ ուղղություններով աշխատել են եւ այդտենց սերուն ձուլվել ու դարձել են լեհեր։ Գուցե մեկ-մեկ հիշում են, որ ինչ որ հայկական ցակում իրենք ունեն։ Մենք միլիոնավոր այդպես հայեր են կորցրել։ Եվ նույն ճակատագիրը սպասում է բոլոր նրանց, ովքեր Սփյուռքում ապրում են։ Շատ դժվար է պահպանել հայկական ինքնությունը ապրելով դրսում։ Շատ դժվար գործընթաց է դա։ Դրա համար մենք պետք է ունենանք մեր հայրենիքը, որը բոլորիս միացնելու է, որ մենք երբեք չմոռանանք, որ ունենք հայրենիք եւ պետք է վերադառնանք այդ հայրենիք։ Մեր վերջո մեր գլխավոր նպատակը սրանում պետք է լինի, որ մենք մեր կյանքը կապենք մեր հայրենիքի հետ, որովհետեւ ինչքան էլ դրսում լավ չլինի, ինչքան էլ լավ լինի այդ կյանքը դրսում։ Մենք ի վերջո մենք այնտեղ չենք կարող լինել լիարժեք քաղաքացիներ, որովհետև այդ պետությունները ունեն իրենց սեփական ազգերը եւ իրենք են առաջնային իրենց համար։ Մենք երբեք չենք դառնա այդ առաջնային այլ պետությունների համար։ Հայը Ռուսաստանում, հայը Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Շվեդիայում, Ղազախստանում, որտեղ ուզում է ապրի Վրաստանում, ինքը երբեք չի դառնա նույն կարգավիճակում, ինչպիսին է տեղի բնակիչը։ Ինքը միշտ էլ լինելու է այդ կարգավիճակում, որ ունի իր հայրենիքը եւ պետք է վերադառնա իր հայրենիք։ Սա պետք է մենք հասկանանք։ Շատ կարեւոր է առաջին հերթին սփյուռքահայերի համար։ Տեսեք, ֆորպոստի մասին է շատ կարճ ուզում ասել, որ դա հիմարություն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է կապել Սամվել Կարապետյանին կամ յուրաքանչյուր այլ քաղաքական գործչին դրսի ուժերի հետ, որովհետև յուրաքանչյուրից էլ ում անունը ուզում եք տվեք, ես դրսում կգտնեմ կապեր ինչ որ։ Հիմա տան մեկի անունը կասեմ, այլ ինքը սովորել է օրինակ Մեծ Բրիտանիայում, նշանակում է Մեծ Բրիտանիայի մարդն է։ Հիմա ես որ եթե քաղաքական ինչ որ հայտ ներկայացնեմ, ասեմ, որ ես եմ ուզում դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինչ են ասել են Ղազախստանում դպրոցում սովորել, ուրեմն Ղազախստանի մարդն է, հա։ Կամ չգիտեմ, Վրաստանում եմ հիմա ապրում, Վրաստանում եմ սովորում, վաղը մյուսօր ասել են Վրաստանից ուղարկված մարդ է, Վրաստանում համասարանն է ավարտել։ Հասկանում եք, սա պարզապես հիմարություն է։ Մարդը հաջողությամբ բիզնեսով Իհարկե, մարդը հաջողությամբ բիզնեսով զբաղվել է Ռուսաստանում, մյուսը կարող է Միացյալ Նահանգներում զբաղվել, մյուսը կարող է Իրանում զբաղվել, դա ոչ մի կապ չունի։ Եթե այդ մարդը կախվածության մեջ է գտնվում դրսի ուժերի կողմից, գործակալ է, չգիտեմ, ինչ որ այլ կախվածություն կա, ինչ որ կոմպրոմատների նկատմամբ ունեն եւ օգտագործում են այդ մարդուն, ապա իրավապահ մարմինները
թող զբաղվեն այդ հարցով, հստակ փաստերը ներկայացնեն, մեր հանրությունն իմանա ինչ մասին է խոսքը գնում, որ այդ մարդուն չընտրի որպես պետության ղեկավար։ Եվ հարցը կփակվի։ Այդ հեքիաթները, այդ պոպուլիստական հայտարարությունները պարզապես հիմարություններ են։ Ինչ վերաբերում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններ, անշուշտ երբեք Թուրքիան չի գնա զիջումների այս հարցում։ Մինչև Հայաստանը իր հարաբերությունները չկարգավորի Ադրբեջանի հետ, Թուրքիան իր հարաբերությունները չի հաստատի Հայաստանի Հանրապետության հետ։ Եթե անգամ հաստատի Թուրքիան հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, դիվանագիտական հարաբերությունները, ապա դա լինելու է մի նպատակով, որպեսզի կիրառել նաև դիվանագիտական մեթոդները, հարթակը, որպեսզի հավելյալ ճնշում իրականացնել Հայաստանի վրա, որ Հայաստանը գնա միակողմանի զիջումների Ադրբեջանի հետ կարգավորելու գործընթացում։ Սա է տեղ ունենալու։ Սա մենք պետք է գիտակցենք։ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց որպես երկու պետություն մի ազգ են համարում։ Կան խնդիրներ այդ երկու ազգերի եւ պետությունների մեջ, բայց այդ խնդիրները չեն կարող ավելի վեր լինել, քան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Ավելին, գիտեք, ինձ համար շատ ցավալի է, որ Իլհամ Ալիևը, գիտեք, գտնվել է Քահրաման Մարաշում, Մարաշ քաղաքում։ Մարաշը ժամանակին հայերով լի քաղաք է եղել, շատ կարևոր դեր է խաղացել հայ ազգի համար, հայկական պետականության համար, այնտեղ հայկական պետություններ են նաև թագավորություններ են եղել, եւ ինձ համար շատ ցավալի է, որ մենք մեր ապիկար քաղաքականության ընթացքում, այդ սխալների ընթացքում, որոնք միշտ եղել են մեր ազգի պատմության ընթացքում, մենք այսօր կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը։ Մենք շարունակում ենք կորուստների մեջ գտնվել, որովհետև այսօր եւս ապիկար քաղաքական ուժ է գտնվում իշխանությանը, եւ այսօր այդ հայկական քաղաք Մարաշում, որը գտնվում է արդեն Թուրքիայի վերահսկողության տակ, Ադրբեջանի նախագահան գալիս է եւ բացում է ադրբեջանական կվարտալ։ Պատկերացնում եք իրավիճակը։ Սա է մեզ համար մեծ խնդիր, որ մենք այսպեսի սխալներ չպետք է ունենանք, որ նույնը հիմա տեսեք Արցախում է տեղ ունենում, նույն գործընթացը, նույնը ժամանակի Նախիջևանում եղավ։ Մենք ինչ է սխալները շարունակելու ենք, այս ապիկար քաղաքականությունը շարունակելու ենք, մինչև ամբողջությամբ մեր հայրենիքը չկորցնենք։ Սա է նպատակը այս իշխանությունների, ես կարծում եմ։ Այլ նպատակ իրենք չունեն։ Իսկ ինչ վերաբերում է այդ impeachment-ին, տեսեք, շատ կարճ տեղել ասեմ, impeachment-ը շատ կարևոր է եւ ինքը հնարավոր է իրականացնել այդ impeachment-ը։ Գլխավոր խնդիրը ինչու՞մ է։ Երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանում կոնսենսուսի գալ, թե ում պետք է իրենք առաջարկեն որպես վարչապետ։ Շատ լավ, չեք կարողանում կոնսենսուսի գալ, ես եմ ձեզ առաջարկում, որ դուք Սամվել Կարապետյանին որպես կոնսենսուսային առաջարկ նախատեսեք եւ քննարկեք այս հարցը։ Քննարկեք գոնե։ Որովհետեւ վստահ եմ, ինչպես հանրապետական կուսակցությունը, այդպես էլ Դաշնակցություն կուսակցությունը եւ այլ ընդդիմադիր քաղաքական падգամավորները, քաղաքական գործիչները, падգամավորները իրենք աջակցելով Սամվել Կարապետյանին, ուրեմն կոնսենսուս է սա բոլորի համար, որ կարող են առաջարկել Սամվել Կարապետյանին որպես ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդ եւ որը կարող է դառնալ ժամանակավորապես վարչապետ դառնալ, սա էլ է շատ կարեւոր։ Մինչեւ 2026 թվականի ընտրությունները։ Սա է ձեր ելք։ Եթե չեք կարողանում կոնսենսուսի գալ, ապա ձեզ ելքը եկավ, մոտեցավ ձեր դռների մոտ, բացեք ուղակի դուռը, այդ ելքը վերցրեք եւ կյանքի կոչեք։ Եվ ի վերջո մենք դուրս գանք այս իրավիճակից, որում 7-8 տարի արդեն գտնվում ենք։ Շնորհակալ եմ Անդրանիկ, բավականին ընդգրկուն համապարփակվելուծության համար, շնորհակալ եմ նաև ձեզ սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ իմ հյուրն էր միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Եղեք խաղ եւ խաղաղություն մեր հայրենիքին եւ Աստված օգնական մեզ բոլորիս։